Պարոն Իշխանյան, Փաշինյանը կարողացավ հասնել հայ եկեղեցու երկու սրբազան հայրերի կալանավորմանը, ինչ սպասել հիմա։ Սպասելիքները հասկանալի է ինչ են ուրա տանում Փաշինյանը։ Փաշինյանը ինչպես եւ Արցախի ոչնչացման պարագայում, երբ որ գեներալներին էր վարկաբեկում Արցախի ազատամարտի հերոսներին կամ քաղաքական մեծ դերակատարություն ունեցողներին, որոնք Արցախը ազատագրել էին, նրանց վարկաբեկում էր, նստեցնում, ասում էր, որ ինքը ավելի Արցախասեր է, ինքը ավելի լավ կբերի ինքնորոշում, Արցախը Հայաստանը եւ վերջ եւ այլն, ու գնում էր նրան, որպեսզի Արցախը հանձնի։ Հիմա նույն բանը անում է եկեղեցու հետ։ Ինքը ասում է, ես ավելի լավ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես ավելի լավ գիտեմ կանոնները, ու դրա հիման վրա փորձում է եկեղեցին ոչնչացնի։ Թե ինչ է անում Փաշինյանը, պարզ է։ Փաշինյանը թե Արցախի պարագայում, թե եկեղեցիի պարագայում խախտել է սահմանադրությունը, ներպետական օրենքները, քրեական հանցագործություններ է իրականացնել եւ խախտել է միջազգային իրավունքը։ Այսինքն մենք գործ չունենք իշխանության հետ, Հայաստանի Հանրապետության իշխանության հետ, մենք գործ ունենք հանցավոր խմբի հետ, որովհետեւ Հայաստանի իշխանությունը անկախ նրանից 680,000 մարդ է քվեարկել, թե ինչ, ինքը չի կարող սահմանադրությունից դուրս գործել եւ իրեն երևակայել ավելին, քան օրենքն է ու սահմանադրությունը։ Հիմա մենք գործ ունենք հանցավոր խմբի հետ։ Ձեր գնահատմամբ ինչ պետք է աներ Սրբազան Աջապահյանը, երբ ուժայինները ժողովրդի ճնշման տակ չկարողացան նրան բերման ենթարկել, արդյոք պետք էր գնալ ու հանձնվել։ Ես ճիշտ ասած չեմ կարող դրան գնահատական տամ, այդ իրավիճակում նախ ես չեմ եղել, որ լինեմ, սա անձնական որոշման գնահատական է։ Առհասարակ ես կարծում եմ, որ Հայաստանի քննչականը լինի, թե լինին դատարանները, իրենք լեգիտիմ չեն կարող լինել, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, որը զավթել է դատարանները 1, որը խախտել է սահմանադրությունը 2, որը բացահայտ հանգել է թե իրավապահներին, թե դատավորներին կատարել իր հանցավոր քմահաճույքները, այս իմաստով այդ մարմինները իրանք լեգիտիմ չեն եւ չեն կարող իմ եւ ձեր եւ մեկ այլ քաղաքացիների հարցով վճիռներ եւ որոշումներ եւ հետաքննություններ իրականացնել։ Մյուս կողմից, եթե հիշենք նաեւ այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը հրաժարվեց կատարել դատարանի վճիռը, որ ինքը ուրիշի մասին սուտ խաբել էր, Արայիկ Մինասյանի մասին կեղծիքներ էր ասել, դատի էր տվել Արայիկ Մինասյանը, հաղթել էր, դատարանը ասել էր Թորոսյան, ներողություն խնդրի, հրապարակային ասաց, որ ես չեմ կատարելու դատավճիռը ու ներողություն չեմ խնդրելու։ Մի վայրկյան, եթե պետական պաշտոնյան այդպիսի բան է ասում հանրության առաջ, այդ պարագայում ինչու պետք է մյուս քաղաքացիները կատարեն։ Այսինքն պետական այդ համակարգը, այդ պայմանավորվածությունները խախտվում է հենց այդ համակարգը երաշխավորողների կողմից։ Իմիջիայլոց ինքը գնաց վերջում ներողություն խնդրել է, այդ ոչ մեկ չգիտի դրա մասին, որ խնդրել է, նույնիսկ այդ հարցով է, այնքան մանր է, որ գնացել է ազգ թերթում մի հատ փոքր անկյունում ինչ-որ տեղ է գտել, sense մանր ներողություն է խնդրել, որ ոչ մեկ չտե, այդքան մանր են, էլի մեր այսպես կոչված պետական պաշտոնյաները, որոնք մեղադրում են եկեղեցականներին անհեթեթ արարքների մեջ։ Ձեր կարծիքով ի վերջո Փաշինյանը կարող է ստիպել վեհափառին հեռանալ, դուք ինչ եք կարծում, ինչ կլինի։ Այն, որ ինքը անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրելու, անօրինական քայլեր է ձեռնարկելու։ Գիտեք, հիմա Հայաստանը ոչ թե գործում են Հայաստանի օրենքները, այլ գործում են Թուրքիայի օրենքները, հարմարեցված Հայաստանի օրենքներով։ Այսինքն նրա գործողությունները համապատասխանում են Թուրքիայի 301-րդ հոդվածին, քրեական օրենսգրքի թուրքականությանը վիրավորելը, հա, հիմա եկեղեցին, ասենք, ասում է հայոց ցեղասպանությունն է տեղի ունեցել, Արցախում էթնիկ զտում, հիմա Թուրքիայի քրեական օրենսգրքով դա բան է, ենթադրենք իրանց համար բան է, անթույլատրելի է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ անթույլատրելիությունը վերցնում է այստեղ, խախտում է Հայաստանի ներպետական սահմանադրությունը, միջազգային իրավունքը, ու սկսում է դրա համաձայն Թուրքիայի օրենքները կիրառել Հայաստանում։
ինքը այն որ նա կանգ չի առնելու, դա միանշանակ է, որովհետև թուրքական մտածողությունը ինքը երբեք կանգ չի առնում։ Ինքը կարող է հիվանդանա, բայց ինքը չի մահանում։ Այստեղ մյուս կողմից մեր անելիքներն են, մեր հարցն են, եւ ես կարծում եմ առաջին հերթին մեր վերաբերմունքը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին եւ իր հանցավոր խմբակին որպես հանցավոր խումբ, ոչ թե որպես որ քննչական կա, դատարան կա եւ այլն, եւ ազատագրական պայքարի միջով ենք արդեն 7 տարի է անցնում։ Մակրոնը ըստ էության աջակցեց Փաշինյանի կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումներին, սա կարծում եք ավելի չի ազատելու Հայաստանի իշխանությունների ձեռքերը նոր ապօրինություններ անելու համար, ձեր գնահատականը Մակրոնի հայտարարության։ Այս ապօրինությունները իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը ունի թուրքական մեջք է, ճիշտ է։ Եվ ադրբեջանական, այսինքն այդ երյակով փորձում են այդ քայլերը իրականացնել։ Հիմա Մակրոնի պարագայում Մակրոնը, որը որ պետք է ժողովրդավարության երաշխավորը լիներ, որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մանավանդ Ֆրանսիան այդ առաջնորդությունը ստանձնած երկրներից մեկն է։ Արդեն 7 տարի է, իրենք Հայաստանի բռնապետական վարչակարգը կոչում են ժողովրդավարության բարեփոխումներ։ Եվ սա է պատճառը, որ հիմա այսօր Եվրոպան ու Արևմուտքը ապրում է իր իմաստային անկումը։ Սա է պատճառը, որ Դոնալդ Թրամփը դարձավ նաև նախագահ Ամերիկայում։ Սա է պատճառը, որ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ այդ աշխարհի հակաարևմտական պայքարը թափ է ստանում եւ ավելի թուլանում են նրանք։ Այս Մակրոնի այս ասվածը ինքը նույնական է նաև արաբական գարունի հետ, երբ որ ժողովրդավարության անվան տակ մտան ու աղետների վերածեցին այդ արաբական երկրները, Լիբիան, Իրաքը, հիմա էլ տեսնում եք, Սիրիայում ինչ տեղի ունեցավ, ցեղասպանություն բերեցին այդ երկիրը։ Ու Մակրոնի այս արվածը ինքը թեև ունի իր քաղաքական Նիկոլ Փաշինյանին իրեն մոտ պահելու իմաստը, քաղաքական իմաստը, բայց եվրոպական արժեքների իմաստով ինքը էլ ավելի է թուլացնում Ֆրանսիային։ Ու սա է պատճառը, որ հիմա աշխարհում ժողովրդավարության մասին ոչ թե իրավունք ունեն խոսել Եվրոպան, որը լրիվ կազմաքանդել է այդ արժեքները, ցույց է տվել արդեն, որ նավթը ավելի կարևոր է, քան ժողովրդավարությունը կամ իր մարիոնետ կեքին տարբեր տեղեր Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում դնելը ավելի կարևոր է, ու դրա պատճառով հիմա Հայաստանն է, ոչ թե Հայաստանը այս իշխանությունը նկատի ունեմ, այլ Հայաստան ասելով, ովքեր որ Հայաստանի ազգային եւ պետական շահի համար զրկանքներ են կրում, եւ այդ Հայաստանն է, որը աշխարհին պետք է սովորեցնի ժողովրդավարության եւ մարդասիրության կանոններ, որովհետեւ այս պահին ժողովրդավարության համար դատվում է Հայաստանից 3 նախագահ, Արցախի նախագահները, գեներալներ են դատվում, 2 միլիարդ հատեր է դատվում, մեկը Բաքվում, մեկը Հայաստանում, Երևանում, ու նաև քաղաքացիներ, որոնք բոլորը այս Արցախի ջանքը, ինքնորոշման ջանքը, այդ ժողովրդավարությունը Արցախում պահպանելը, նախագահներին փոխելը, ինստիտուտները ամրացնելը, իրանք եղել են աշխարհին ցույց տալու, որ ժողովրդավար ճանապարհով է ճիշտ այդ 12000 քառակուսի կիլոմետրում գոյություն ունենալը։ Հիմա սրանք, այս մեր բռնապետները, այդ 12000 քառակուսի կիլոմետրը տվել են բռնապետական երկրին, Ադրբեջանին, որը 300-ից ավելի քաղբանտարկյալներ է լցրել իր բանտերը, ամսի 29-ին էլ 7 լրագրողի դատապարտեց տարբեր չափերի ազատազրկման, մինչև 9 տարվա ազատազրկում կար։ Հիմա այդ հատվածը տվել է, այդ հատվածը տալու արդյունքում, այդ ժողովրդավար այդ հատվածը երկիր մոլորակի վրա տալու արդյունքում դատվում են Արցախի նախագահները, ռազմաքաղաքական ղեկավարությունը, քաղաքացիներ, նույնը տեղի ունենում Հայաստանում։ Հայաստանում դատվում են հոգևորականներ, Սամվել Կարապետյանը, Աշոտյանն էլ կարանք է այդ թվում այդ ցանկում մտցնել, բայց այս ամբողջ այս փաթեթը հենց այդ ժողովրդավարական պայքարի համար է։ Ոստեղից հետևում է, որ այն աշխարհակարգը, որը ձևավորվելու է այս բախումներից հետո, Հայաստանն է, որ պետք է երաշխավոր կանգնի եւ աշխարհին սովորեցնի, թե ինչպես են ապրում ժողովրդավարության եւ իրավական նորմերով։